Ադրբեջանական Silkway Airlines բեռնափոխադրող ավիաընկերության թռիչքները դեպի իսրայելական Օդվա ավիաբազա նորություն չեն, բայց առավել ուշագրավ է այս թռիչքների ինտենսիվության ու Բաքվի ռեժիմի ռազմական ագրեսիվ գործողությունների համընկնումը, գրում է հետքը։ Այս հանգամանքը 2023 թվականի մարտին արձանագրել էր իսրայելական օրաթերթերից մեկը, նկատելով, որ Օդվան Իսրայելի միակ այրոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում։ Իսկ Ադրբեջանը իսրայելական ռազմամթերքի հիմնական գնորդներից է եւ Իսրայելը հատկապես 2016-ից հետո համարվում է Բաքվի ռեժիմի առանցքային ռազմական մատակարարը։ Հատկանշական է, որ չնայած 2024 թվականը հայ-ադրբեջանական զինված բախումների առումով պասիվ տարի է եղել, այդուհանդերձ 2020-ից հետո առաջին անգամ հենց նախորդ տարի է ադրբեջանական բեռնատարների Օդվայից տարեկան թռիչքների թիվը հատել 20-ի շեմը։ Եթե պատերազմական 2020-ին Silkway Airlines-ի օդանավերը 26 անգամ էին Օդվայից թռել Ադրբեջան, ապա 2024-ին դա արել են 23 անգամ։